Հայաստանում եղանակային պայմանները հունիսի 16-ից սկսած կնշանավորվեն փոփոխական բնույթով, երբեմն արևոտ, իսկ որոշ շրջաներում կարճատև, բայց ուժեղ տեղումներով։ Հայտնի է, որ այս օրերին տեղի կունենան ոչ միայն անձրևներ, այլ նաև կարկուտներ և քամու ուժգնացում, ինչը պահանջում է մեր քաղաքացիներից զգոնություն ու պատրաստվածություն։ Հունիսի 16-ին կեսօրից հետո հանրապետության առանձին շրջաներում կգրանցվեն կարճատև անձրևներ և ամպրոպներ։ Երևանում երեկոյան ժամերին հնարավոր է անձրև և ամպրոպ քամիները կուժգնանան, հասնելով մինչև 17-ից 20 մետր/վայրկյան արագությամբ, օդի ջերմաստիճանը ցերեկը կնվազի մոտ 3-ից 5 աստիճանով, հատկապես լեռնային ու հյուսիսային շրջաններում։ Հունիսի 17-ին հատկապես վտանգավոր օր է, զգուշացեք, հատկապես զգուշություն է հարկավոր հյուսիսային մարզերում, որտեղ անձրևները կարող են լինել հորդառատ, հնարավոր է կարկուտ, իսկ ամպրոպների ժամանակ քամու արագությունը կարող է հասնել մինչև 25 մետր/վայրկյան արագությամբ։ Այսպիսի ուժգնությամբ քամիները կարող են ծառեր կոտրել, վնասել շինություններ և էլեկտրագծեր։ Երևանում կրկին երեկոյան ժամերին սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ քամու ուժգնությամբ։ Բարեբախտաբար հունիսի 18-ից 21-ը կլինի կայունացում։ Հունիսի 18-ին դեռ հնարավոր են տեղումներ առանձին շրջաններում, հատկապես կեսօրից հետո։ Հունիսի 19-ից 20-ին ամբողջ հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ, արևոտ, մեղմ քամիներ և բարենպաստ պայմաններ։ Հունիսի 21-ին կեսօրից հետո որոշ մարզերում նորից հնարավոր է անձրև, բայց համեմատաբար թեթև բնույթով։ Ջերմաստիճանը հունիսի 16-ին կընկնի, սակայն հետո հունիսի 18-ից սկսած աստիճանաբար կբարձրանա։ Գիշերները կպահպանվի մեղմ սառնություն, սակայն ցերեկային ժամերին ջերմաստիճանը կբարձրանա, հասնելով 25-ից 30 աստիճան։ Քամու ուժգնացում է սպասվում, ինչի պատրաստ լինել։ Քամու պոռթկումները, հատկապես ամպրոպների ժամանակ, կարող են հասնել մինչև 24-ից 25 մետր/վայրկյան արագության, ինչը բավական ուժեղ է թեթև կառույցներ, պաստառներ, պատուհաններ կամ նույնիսկ ծառեր վնասելու համար։ Խորհուրդ է տրվում սահմանափակել բաց տարածքում երկարատև գտնվելը, փակել պատուհանները ամպրոպի ժամանակ, չմոտենալ ծառերին։ Հունիսի 16-ից սկսվում են եղանակային փոփոխությունների հերթական փուլը, սպասվում է ամպրոպ, անձրև, հնարավոր է կարկուտ և քամու ուժգնացում, բայց դրան կհաջորդի արևոտ ժամանակահատված։ Հունիսի 18-ից իհարկե եղանակը մնում է փոփոխական, ուստի պետք է հետևել ամենօրյա պաշտոնական կանխատեսումներին և զգոն լինել հատկապես գյուղատնտեսությամբ զբաղվողները, որպեսզի կարկուտից խուսափեն վնասներից։ Հիշեցում եղանակային կանխատեսումներն անհրաժեշտ է դիտարկել նաև անվտանգության տեսանկյունից, անգամ կարճատև ուժեղ անձրևը կամ քամին կարող են լուրջ խնդիրներ առաջացնել, եթե անտեսվեն նախազգուշացումները։ Հետևեք արտակարգ իրավիճակների նախարարության, Հայ պետհիդրոմեծառայության և տեղական վարչական մարմինների հաղորդումներին։ Մնացեք ապահով և տեղեկացված։ Նշենք նաև, որ ապարանում երեկվա հզոր տորնադոյից հետո էլեկտրականությունն ու գազամատակարարումը դեռ չի վերականգնվել։ Հույս ունեն, որ գոնե այսօրվա ընթացքում կվերականգնվի։ Ապարանի համայնքապետարանից տեղեկացրել են, որ այսպիսի բնական աղետ Ապարան քաղաքում նախկինում երբեք չի եղել։ Պտտահողմը մեծ ավերածություններ է առաջացրել քաղաքի տարբեր հատվածներում և Լուսագյուղ վարչական տարածքում, վնասելով տանիքներ, խանութներ, ավտոմեքենաներ և համայնքային նշանակության կառույցներ։ Համայնքապետարանը և պատասխանատու բոլոր մարմինները լիարժեք զգոնությամբ և պատասխանատվությամբ են մոտենում այս ծանր իրավիճակին, գործի դնելով հնարավոր բոլոր ռեսուրսները բնակիչների անվտանգությունն ու համայնքի բնականոն կյանքը վերականգնելու համար։ Նշենք, որ Ապարանում պտտահողմի հետևանքով ավերածություններն ուղղակի ահռելի են։ Պտտահողմի հետևանքով վնասվել են 50 բնակելի տուն, 20 խանութ, 20 բազմաբնակարան շենքերի տանիքներ, 10 կազմակերպությունների տանիքներ, Ապարանի թիվ 1 և թիվ 2 դպրոցները, արվեստի և մշակույթի կենտրոնների շենքերը, Ապարանի համայնքապետարանի, ոստիկանության, դատախազության, բանկերի շենքեր և այլ հաստատություններ։
Հունիսի 14-ից 15-ը ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունում ստացվել են ահազանգեր Երևանում, Շիրակի, Արագածոտնի, Լոռու և Տավուշի մարզերում ուժեղ քամու, հորդառատ անձրևի և կարկուտի հետևանքների վերաբերյալ փրկարար ծառայության ստորաբաժանումները համագործակցելով ներքին գործերի նախարարության, ոստիկանության ծառայողների հետ իրականացրել են իրավիճակից բխող անհրաժեշտ գործողություններ տարածքների սահմանազատում, տանիքների կառուցատարերի ապամոնտաժում, անձրևատար խողովակների ամրացում, տապալված ծառերի մասնատում և հեռացում։ Ուժեղ քամու հետևանքով հունիսի 14-ից 15-ը գրանցվել է ընդհանուր 38 դեպք, որոնցից մեկը Երևանում, 3 Արագածոտնի, 1 Լոռու, 33-ը Շիրակի մարզերում։ Զոհեր և վիրավորներ բարեբախտաբար չկան։ Հունիսի 14-ից 15-ը Տավուշի, Լոռու և Շիրակի մարզերում տեղացած կարկուտի հետևանքով վնասվել է 6 տրանսպորտային միջոց։ Հունիսի 15-ին ժամը 16:10-ից սկսած ահազանգեր են ստացվել Բորապարանում և Լուսագյուղ բնակավայրում։ Ուժեղ քամու հետևանքով վնասվել են շենք-շինությունների տանիքներ, ավտոմեքենաներ, տապալվել են ծառեր ու էլեկտրասյուներ, ինչպես նաև արևային կայաններ ու ջրատաքացուցիչներ։ Ապարանի համայնքապետարանից ստացված տեղեկատվության համաձայն հունիսի 16-ի ժամը 9-ի դրությամբ վնասվել են 20 բազմաբնակարան շենքի, 86 առանձնատան, 3 դպրոցի, 1 մշակույթի տան, իրավապահ կառույցների 2 տարածքային ստորաբաժանման ու 20 կազմակերպության վարչական շենքերի տանիքներ։ Բացի այդ, վնասվել է 70 էլեկտրասյուն, 30 տրանսպորտային միջոց, 2 խաղահրապարակ, տապալվել է 100-ից ավել ծառ։ Փրկարար ծառայության Արագածոտնի, Արմավիրի և Կոտայքի մարզային փրկարարական վարչություններում հայտարարվել է անձնակազմի հավաք։ Փրկարարական աշխատանքներին ներգրավել են 6 մարտական հաշվարկ, 8 օպերատիվ խումբ, 154 փրկարարական ծառայող, որոնք հեռացրել, ինչպես նաև ամրացրել են վտանգավոր թիթեղներն ու կառուցատարերը, մասնատել և հեռացրել են երթևեկելի գոտիներում ու տրանսպորտային միջոցների վրա տապալված ծառերը։ Տուժել է 5 անձ, որոնք հոսպիտալացվել են և ստացել անհրաժեշտ բուժօգնություն։ Հունիսի 16-ին ժամը 7:30-ին վերսկսված աշխատանքներին ներգրավել է 205 փրկարար ծառայող։